Ինչքան ասում ես չխոսած չիլեմ, հմենին պայլուս, այսինքն բոլորին ողջույն, չգիտեմ կստացվի խոսելը լայվով թե չէ, որտև Facebook-յան աճս այդ սահմանափակումների տակ է։ Ողի, ընդհանուրի մեջ երևի ասեմ մի հատ շատ հասարակ տրամաբանական նախադասություն։ Այսքան կապիկ մեր երկրի մեջ որ դուց։ Դա է ինձ հետարքիր ամենաշատը։ Ամենաշատը է դա հետարքիր։ Այսքան կապիկ կամ եսի միջ։ Այս եթերի մեջ կարող ալնի 25 պլյուս նախապես ասա։ Բայց կաշխատեմ քֆու չտամ։ Հեմի ես հարցը, որ տալիս եմ բոլորին, ովքեր այսօր քիչ թե շատ կապված են Հայաստանի Հանրապետության իշխանության հետ կամ մեկ այլ թևի հետ, կամ հենց նույն պարլամենտական ընդդիմության մի քանի հատվածի հետ։ Դուք երբ պետք է հասկանաք, որ ազգ կոչված հասկացողությունը զզվել է ձերես։ Ամեն արածից։ Իրոք էլի ասենք, նայում ես ասում ես լավ, այս կողմն է խոսքի օրինակ բեի տղա, արա բա այն կողմը։ Դուք երբ պետք է փորձեք մի կողմ դնեք այդ ամեն ինչը, ու ռեալ մի բան խոսակ, ռեալ մի բան անեք, խոսալ չէ, խոսալու առումով դուք խնդիր չունեք։ Խոսալու առումով ոչ իշխանական թևը խնդիր ունի, ոչ պարլամենտական ընդդիմադիր թևը խնդիր ունի։ Դրան եթե միացնում ես Ժողջանի այն տկարամիտ հատվածը, որ անկախ ամեն ինչից ով գոռա էշ, ինքն էլ գոռում է ես էլ վրիվեշ, ինձ թվում է Հայաստանը մի հատ գժանոցա բաց երկնքի տակ։ Բաց երկնքի տակ։ Լուրջ եմ ասում։ Նայում ես խելառում ես, ասում ես, լավ, ասենք, մարդ ինչ կարգի կարա սրբապիղծ լինի, մարդ ինչ կարգի կարա, չգիտեմ, էլի ստոր լինի կամ ինչ-որ ստորաքարշ հոգեբանություն ունենա, որ կայնի լրատվամիջոցների դեմ այդպես բաներ ասի։ Խոսքի օրինակ։ Խոսքից մեծ ասեցի մարդ։ Մարդ էլի ինչ կարգի պետք է կարողանա, չգիտեմ, տկարամիտ լինի։ Ողջույն բոլորին։ Երկրապահի ղեկավար Սասուն Միքայելյանը, Սասուն, ես շատ շուտ եմ քեզ անդրադարձել, հետո ասել եմ, որ քեզ բան չեմ ասելու։ Բայց էսի այդ դեպքը չի, որ քեզ էլ բան չեմ ասելու, արիլ է։ Դու ստենդը, որ նստում ես, ներկայանում ես, ասում ես, ես գեներալ Մանվել Գրիգորյանի հետ, Վազգեն Սպարապետի հետ, Սարգսյանի հետ, ճամփա ունեմ անցած։ Այդ ճամփեն, որ դու անցել ես, այդ ճամփեն դու արժանապատիվ ձևով ես անցել։ Որպես հայ, որպես Վազգենի զինակից, որպես երկրապահ կամավորական միության անդամ, կփորձեմ չվիրավորեմ, բայց վստահ չեմ։ Կամ որ դու հելնեմ միտք ես արտահայտեմ Միքայելյան Սասուն, ու ասում ես, միտք ես արտահայտեմ ու ասում ես, ցիտում եմ քեզ։ Ես կողմ եմ սահմանազատման գործընթացին, քանի որ մենք հնարավորություն չունենք, ես կամ մենք ես ասում, քանի որ մենք հնարավորություն չունենք պատերազմելու Ադրբեջանի հետ։ Հիմա առաջի հարցը, որ ուզում եմ տամ քո նմանին, մենք ասելով, որ ասում ես մենք, կողմ ենք, դու ում նկատի ունես, Միքայելյան Սասուն։ Քո ասած մենքի մեջ Արցախյան առաջի պատերազմ, երկրորդ պատերազմ տեսած
երկրապահի տղեկներ են մտնում։ Ես վստահ եմ, որ չէ։ Ես ավելի քան վստահ եմ, որ չէ։ Որ ասում ես մենք դեմ չենք սահմանազատման գործընթացին, քանի որ մենք հնարավորություն չունենք Ադրբեջանի հետ կռվելու համար։ Նախ, որ ասում ես մենք, դու մի ասոցացրա քեզ երկրապահի հետ, դու երկրապահ չես, դու երկրաքանդ ես, դա մեկ։ Կփորձեմ կամ մաքսիմալ կոռեկտ արտահայտվեմ քո նմանի հասցեին։ Երկրորդ, որ ասում ես մենք ու դրանով հանդերձ ներկայանում ես որպես երկրապահ կամավորական միության նախագահ։ Դու չես շոգում, որ դրանով դու Պլենդուզի մակարդակից ցածր իջացնում ես երկրապահ կամավորական միության անունը, պատիվը, հա՞։ Հարց եմ տալի, դու քո երկրապահ կամավորական միության մեջ հարցադրում դրել ես։ Ամարդ Վիկտորինա կազմակերպի։ Դու Նիկոլի Սանիկն ես, չէ՞։ Սանիկ ասելով Նիկոլը ձեր վարդապետն է, դուք իր Սանիկներն եք։ Սորոսական գրանտակիրներ։ Հարցում դրել ես երկրապահի, հավաքել ես երկրապահի բոլոր կռվով անցած տղեկին, ու ասել ես տղեկ, աղբերներ, չգիտեմ, դաժե կանայք կան, որ կռվել են երկրապահում։ Հարգելի հայ հայրենակիցներ, հարգելի երկրապահ կամավորական միության անդամներ։ Ես ուզում եմ գնամ ինչ-որ մի հատ ծաղիկ խոնարհեմ հոկտեմբերի 27-ի այդ զոհերի հուշարձանի մոտ, ուզում եմ սենց միտք արտահայտեմ։ Դուք համամիտ եք իմ հետ։ Այտենց հարցադրում արել ես։ Չէ։ Որովհետև եթե դու տենց հարցադրում ձևակերպեիր քո երկրապահ կամավորական միության բոլոր տղեկի մոտ, տղեկը կասեին, Սասուն հո դու ոռից գրիպ չես։ Կասեին։ Ինչ է նշանակում մենք ի վիճակի չենք կռվենք Ադրբեջանի դեմ։ Նույն լոգիկայով պատերազմի օրերին քո վարչապետն էր ասում։ Քո անմեղսունակ թուրքի գործակալ վարչապետը։ Լինելով երկի առաջի դեմք, հանրայինի եթերում իր ֆեյսբուքյան էջով ասում էր հելը կասկա բրոնիժիլետ վեկալեք եկեք կռվելու։ Կռվող չկա։ Առանց հասկանալը, որ իր բարբաջանքը լսում է հակառակորդը թշնամին։ Հասկացնելով, որ մենք չունենք էլ տեխնիկա, ինչքան կարակ առաջ եկեք։ Հիմի ինչ ես անում դու, որ տարբերվում է Նիկոլ Փաշինյանի 2020 թվականին արտահայտած խոսույթից։ Հենց ասում։ Ինչ եք ուզում, այդ բոզի տղեկի կուտոգով չէ լավ առանց քֆուր։ Էս մի կուշկա, որ հավքվել եք։ Ամեն մեկը առաջ է անգնում։ Որ ասում смотри, я тоже осетрина։ Դուք ձեր էությամբ Շուշա կանֆետ եք, այն պճլիկ Շուշա կանֆետ, էլի, այն ծծովի Շուշա կանֆետներից։ Բայց դուք ձեզ դրել եք այն թանգանոց Ռաֆայելոյի տեղ։ Մեկից առաջ հանգնեմ, որ պետական մակարդակով մեր հակառակորդ, մեր թշնամի երկրին մատուցի ինֆորմացիա, որ մենք էսի չունենք, այնի չունենք։ Տես ինչ ես անում։ Որպես ինչ։ Մարդիկ գրում են։ 93 թվի կարդում եմ կոմենտարյան։ Դեկտեմբերի վերջին Օմարի բարձունքը տվեցիր Թուրքին դու Սասուն։ Հետո փետրվարին մերոնք նորից գրավեցին։ Խմացրեց մեր զինվորներին ու մորթել տվեց։ Այդ թուրք լափակերը։ Հիմա դու արտահայտում ես մի ողջ երկրապահ կամավորական միության տղեկի կարծիքը։ Ես մտածում եմ, որ չէ։ Ու ամենահետարքիրն է նա, միտեղ էլ հասկանում եմ տղեկին, են թասիբով, նամուսով տղեկին, որ ասում են, արա լավ է, սրանց վորն ու բերանն էլ տենը։ Զզվանք, արա ես բոզի տղեկի ձեռը գժվանք։ Էդ են կռիվ անցած, ընգեր, աղբեր կորցրած տղեկն են ասում, երևի էլի։ Երկու հոգու հետ ծանոթ եմ, իմ ընկերների ցանկում եմ։ Ինչ է նշանակում մենք չենք կարող կռվենք Ադրբեջանի դեմ։ Քեզով է տենց բան ասել, Նիկոլը։
Նիկոլը իր իշխանը համակարգով, իր կողը կուշտը հավքված լնգ ու լավազներով, ձեր մոտ ասել չոր կլիմաքս տղամարդկային դա սխալ կլի։ Ձեր մոտ մասսայաբար արմատավորվել է Ստոկհոլմյա սինդրոմը։ Ստոկհոլմսի սինդրոմ։ Այն որ ինչ որ մեկը իրան ծեծածին, իր հարևանին, իր աղբորը սպանածին ավելի շատ է սիրում, քան թե իրան վատություն չարածին։ Վախկոտի հոգեբանությունն է ձեր մեջ։ Այսինքն ինչ անշուշտ մենք չենք կարող կռվենք Ադրբեջանի դեմ։ Ես միտեղ քո մտքեդ համաձայն եմ, որ դու ասում ես մենք, ես նկատի ունեմ քեզ ու քո կողը հավքված են ինչ տամ ախր միգուցե այդ քո կողը հավքված մարդիկ էլ մարտական ուղի ունեն անցած չեմ ուզում շատ կոպիտ վիրավորեմ քո կողը հավքված այդ քո հետանցքը լիզողներին ինչ անուն դուք չեք կարա կռվեք դուք ոնց կարա կռվեք եթե դուք արդեն 2018 թվից էսյան դուք առաջնորդվում եք Նիկոլի հոգեբանությամբ հա Քո վարչապետը չէր ասում, ես մի հատ էլ հարցնամ քեզ։ Քո վարչապետը չէր որ 18 թվին հրահարեց Տաուշի շրջանում Բախում Ադրբեջանի հետ, մեր զինված ուժերը ունեցան առաջընթաց, ընդ ինչ որ երկու դիրք գրավեցին, տոլի մի դիրք գրավեցին, հետո նույն քո պաշտպանյալ վարչապետը, որի անուն ազգանունն է Փաշողլի Նիկոլ։ Հելավ գրառում արեց, ասեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ամենամարտունակն են տարածաշրջանում։ Չփորձեք մեզ հետ խոսել ուժի լեզվով։ Նիկոլը չէր այդ ասողը։ Թե Նիկոլին հիմա փոխել են։ Հա՞։ Այդ ոնց է 18 թվին Տաուշում մեր հայկական զինված ուժերը կարողացան գրանցել հաջողություն, կարողացան դիմադրություն ցույց տան։ Այդ ոնց է 20 թվականի պատերազմի ընթացքում Այն որ հիմա դու այսօր քո նմանը, սարքելով երկրապահ կամավորական միությունը որպես կոոպերատիվ, ասում եմ մենք չենք կարա կռվենք, չեք կարա կռվեք, երկիրը ունի աշխարհազոր։ Եթե դու Վազգեն Սարգսյանի ու գեներալ Մանվելի ստեղծած, հիմնադրած, արյան գնով կառուցած հիմնարկի անունից Դու պետական մակարդակով հնչեցնում ես արտահայտություն, որ մենք չենք կարա կռվենք Ադրբեջանի դեմ։ Բա երկրապահ կամավորական միությունը քիչ ես կոչում երկրաքանդ։ Հա՞։ Խես անունը թողը երկրապահ։ Երկրապահ դա երկիր պահողն է։ Դու ես լավ գիտես էդի։ Թե չգիտես։ Բա որ ԱԳԼՃԿ-ներ ես սարքեմ, ասֆալտ ես փռեմ, տենդերների ես մասնակցեմ։ Քիչ ես ասում, պարոն վարչապետ, պարոն Փաշինյան, մեր այս ինչ համայնքի բնակիչները, X համայնքի, Y համայնքի, այդ կիսաքանդած ճանապարհով կարան գնան խանութ, կարան գնան աշխատանքի, բայց մենք եկեք պետական մակարդակով փորձենք մեր բանակը վերազինենք, վերակազմավորենք։ Քիչ ես այդքան է մոտենում ասում։ Այդ ծծիչ, չէ լավ քեզ չվիրավորել։ Հա՞։ Կամ որ Սուրեն Պապիկյանի հիմնարկը մեր դոգնա հրապարակ է։ 18 տարեկան երեխեքին հագցնեմա Մակարովի պատրոնին չդիմացող բրոնե ժիլետ։ Որպես Վազգենի հետ ճանապարհ անցած, Վազգենի ում համար զինվորի կյանքը ուներ արժեք։ Մի հատ գնա մտի Սուրեն Պապիկյանի մոտ ասա, լսի, իսկ եմ Սուրո։ Դու որ այս տղեկին այս ժիլետները հագցնեմ ես։ Վաղ այս տղեկը կանելու են ավտոմատի գյուլից պաշտպանվեն այդ ժիլետով։ Քիչ ես այդմ ասում։ Որպես երկրապահ, որպես Վազգենի հետ ուղի անցած, թե մտածում ես, որ այդ Տոմի Ջերի բեղերը պահել ես, Հայաստանում մարդ կա, որ քո նմանից վախում է, կամ ընդհանրապես հայության մեջ մարդ կա,
որ քո նմանից վախեմ, հա։ Սխալվում ես, տղա ջան։ Քեզնից ով է վախեմ։ Այ խալինք։ Ով է քեզնից վախեմ, սասուն։ Կասես մի հատ։ Վազգենից վախենում էին։ Որտե Վազգենը ցիտում են Վազգենին, ասում էր, ես չէի կարա գնայի գլուխս դնեի բարձին քնե, եթե իմանայի իմ նախարարության մեջ կա մի հատ կոռուպցիայի դեպք, կա ես որ կարամ իմ նախարարությանը բերեմ 1 միլիոնի եկամուտ, դրանով զինեմ իմ բանակը։ Վազգենից վախում էին, քաքում էին տակները, վախում ու հարգում էին։ Քեզ ով է հարգում, սասուն, որ դու արտահայտում ես մի ողջ երկրապահի կարծիք։ Կասես մի հատ։ Հե՞։ Իմաստը ո՞րն է քեզ հարգելու, եթե դու լինելով երկրապահի նախագահ, հիշում ես են, որ թիվներ, 18 թիվներ եփեր, որ մանվելի գլխին սարքիկ, կնոկեն սխմիկ, անձեռնամխելությունից զրկիկ, հետո տարակ փագիկ, հետո գլուխը կերակ բերթում, քանի որ շաքար ուներ, հետո մանվելը Արցախյան պատերազմի օրին, որ գնաց կռվելու իր տղեկի հետ, հետո զենք ուզեց Արցախի ղեկավարությունից, Արցախի ղեկավարությունը մանվելին իր տղեկին զենք չէր տալի, որ Շուշին պահեին, որ են միշտ տարածքը պահեին, հետո Հայաստանի Հանրապետության դատական համակարգը հեռագիր ուղարկեց Մանվել Գրիգորյանին, ասեց Մանվել, դու դատական նիստերի մեջ ես, դու իրավունք չունես հայրենիք պաշտպանես։ Հետ արի, քո դատն է։ Այսինքն մենք այնքան ապահովված երկիր ենք, մենք այլևս գերխնդիր չունենք։ Երկիրը պատերազմի մեջ, դատական համակարգը պավեսկայ աղրգում, Մանվելին ասում է, արի քո դատն է։ Ճիշտ եք ասում, արա։ Բա Էդվարդ գնայր մտներ դատարան, դատախազություն ասեիր հարգելիներս։ Մենք 18 թվին դմ խույանելով արել ենք սիրո եւ թավշյա հեղափոխություն։ Բայց մեր հեղափոխությունը արժեք չի ունենա, եթե մենք կորցնենք մեր հայրենիքը։ Մեր տղեկի, մեր աղբերների արյան գնով ազատագրված Արցախը։ Ձեր դատական համակարգը պետք չի գալու։ Եկեք դու այդ մարդը իր առողջության հաշվին, իր տղեկի կյանքի հաշվին պաշտպանի իրեն տրված այդ սահմանը կամ քաղաքը կամ չգիտեմ, գյուղը։ Պատերազմը կավարտվի, այդ դատը էլի շարունակեք։ Բայց չէ։ Դուք սորոսական գրանտակերներով երկիրը սարքել եք օրենքի երկիր։ Լինելով մի խումբ անգրագետ եվրոպոռնիկներ։ Հեսա կբացատրեմ, խեմ ասեմ, անգրագետ եվրոպոռնիկներ։ Ու թեփ կերած դեսպե մեծացած մասան հասարակ դրամաբանական հարցերը չի փորձում ինքնուրույն վերլուծել։ Չի փորձում, դա տրված չի այդ մարդկանց։ Բերեմ այդ հասարակ օրինակ։ Իմ ընկերները կամ ինձ լսողը տենց ասեմ, աուդիտորան շատ լավ գիտի, որ ես ոչ մեկի պաշտպանը չեմ։ Այսքան վաղ չեմ պաշտպանել ոչ մեկի։ Ոչ առաջին նախագահ, ում ես չեմ սիրում։ Ով ես վերջերս նկարվել էր Ֆրանսիայի դեսպանի հետ նորանշանակ։ Բայց ասում են, Լևոնը ոչ մի բանի հետ կապ չունի։ Այն մարդ նկարվել էր։ Եվ որ ացմիրցինկի դվե պիրձինկի։ Ոչ Քոչարյան Ռոբերտեն պաշտպան է, ոչ Սարգսյան Սերժ, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին խոսք լինել անգամ չի կարող։ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի թշնամին է։ Իմ անձնական թշնամին է Նիկոլը։ Դուք հանրության մեջ ինչ օրինակ բերեմ, որ մեր ժողովուրդը ճիշտ հասկանա, որ մեր ժողովուրդը փորձի օգտվել իր սեփական Աստծու կողմից, իր ծնողների կողմից իրան տված կես գրամ ուղեղից։ Ասեցի, որ ոչ մեկի պաշտպանը չեմ։ Էդ ինձ չի, որ իմիջելուց, ասեմ, որ հանգարց մարդիկ չառիթավորվեն, էլի ասեն, ըհը, Սերժին թողեց, անցավ Քոչարյանի գովքն անեն, ոչ, փաստ եմ արձանագրում։ Նիկոլ Փաշինյանի ֆեքաստրուկ պոռնկածին այդ մասան շատ է արտաբերում խոսույթ, որի մեջ նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ ընտրվե ոչ լեգիտիմ ճանապարհով։
քանի որ ինքը չուներ 10 տարվա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ու մեկը չի ֆռեմ հարցնի, այ ժեխակոլոլ փթիրներ, փթիր, բառիս բուն իմաստով ժեխեր։ Որ հələ մի հատ հետ գնացեք էլի, այդ հարցը տալուց առաջ մի հատ վերլուծեք։ Հայաստանը երբ անկախացավ։ 91 թվականին։ Թե սխալ գիտեմ ես։ Դրա մասին գիտեք դուք նաև բոլորը։ Ես հիմա այս հարցը տալիս եմ այն մարդկանց, ովքեր ասում են Քոչարյանը պետք է 10 տարվա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լիներ, նոր գարալներ նախագահ։ Հայաստանը անկախացել է ԽՍՀՄ-ից 91 թվականին, 1991։ Հայաստանում հայկական անձնագրեր, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշումից հետո հայկական անձնագրեր սկսել են տպագրվել եւ բաժանվել, եթե չեմ սխալվում 93-94 թվականներին։ Եթե չեմ սխալվում։ Լավ, դիցուք թո 92 թվականին բաժանվել։ Ռոբերտ Քոչարյանը եկել է, բերել են, դրանք вообще ուրիշ խոսակցություն է։ Իշխանությունը զավթել է, դա էլ ուրիշ թեմա։ Դարել է Հայաստանի Հանրապետության նախագահ 1998 թվականին։ 98-ից անգրագետ ժեխակոլոլ մասա, հարցը ձեզ աղողված։ Ինչ 96 թվից։ Հայկական անձնագրերը որ թվից է սկսվել բաժանվել։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դարե, կապ չունի ոնց է դարե, ով է բերե, ով է բերեսարքե նախագահ, կապ չունի, դարել է նախագահ այդ մարդը։ 98 թվից ախպեր։ Չէ, կառավարել է մինչև 2008 թվականը։ Դա փաստ է արձանագրված, ես իմ ворից օիններ չեմ անում։ Մարդիկ հենա կոմենտների մեջ գրում են 96 թիվ, որ հայկական անձնագրերն է սկսել բաժանվել։ Ես գիտեմ 94-ից։ Մեր հայերին, ովքեր հռչակել էին իրենց անկախության հռչակագիրը, անկախացել էինք որպես երկիր, սկսեցինք մենք ստանալ այդ կապույտ աբլոշկով անձնագրերը 94, 95, 96 թվերին։ 98-ից որ հանում եք 94, քանի տարի ալնա։ Հələ հանեք, հասարակ լոգիկա է։ Հաշվեք եկել եք խոփանց են փողը տվել են ասֆալտի կամ կոֆեր շարել ու շպակլովքի։ Փողն է հաշվում քո։ 98-ից հանած 94, քանի տարի անում։ 4 տարի։ Եթե հաշվեմ 96-ին են սկսել անձնագիր բաժանել, անում է 2 տարի։ Եթե հայկական տիրույթում հայկական երրորդ հանրապետության մեջ Հայաստանի անկախ քաղաքացիներին սկսել են բաժանել հայկական անձնագրեր 94 կամ 96 թվականին, Ռոբերտ Քոչարյանը ոնց կարող էր 10 տարվա Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հե՞։ Կբացատրեք միայն։ Որ այս անգրագետ, խլինք հանող, ճտսնող, մեկը մեկի հետ կիսվող, այդ մասային դուք փորձում եք ասել, հələ նայա, Ռոբերտը նանորին է դառել նախագահ։ Ես չեմ ասում լավն է, վատն է Քոչարյան Ռոբերտը։ Ես խոսում եմ ձեր սակավամտության ու տգիտության մասին։ Մարդիկ գրում են, Հայաստանի Հանրապետություն, կարդում եմ կոմենտարիա, Հայաստանի Հանրապետության առաջին անձնագիրը բաժանվել է 1994 թվականի հունվարի 4-ին։ Դրանից 4 տարի անց Քոչարյան Ռոբերտը դառել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ 4 տարվա անձնագիր ունեցողը կարող համարվել 10 տարվա քաղաքացի։ Ու ոչ մեկ այդ հարցը չի տալի։ Նույն պորոտախոս Նիկոլին, նույն լեզուները 100 մետր երկրծրած սորոսական գրանտակեր բոզի տղեկին, նույն Դանիել Իոնիսյանին հարցը ոչ մեկ չի տալի։ Չի ասում այ մայրա դոմփ, մարդ ով փորձել է դոմփի հարազատ մորը, Դանիել Իոնիսյանը, Դանիելը Քոչարյան Անդոնի ասած։ Ասում է who is it? It's Daniel. Ոչ թե he is Daniel, այլ it's Daniel։ Առարկա էլի, it's cat, it's table, it's Daniel։ Ու Դանիելի էտա բարեկներն, մերիմցե, ջոգես։ Էտա որ ընդ սենց վառոն կամ մաշնեկով անցնում էին փողոցներում ու սկսում էին բարեկի հիմար թեկնածու հավքել։ Մեկը նստած պուպուլիկ էր խաղում, խոսքի։
Մեկը չգիտեմ, դե Քախաներանը, մեկը իր խլինքի հետ էր խաղում, ուզում ես բարեկ դառնաս։ Խա, նստի ավտոն։ Այդ բարեկներն մեր մարտունեցի անուշ աղբորը տեսամ թե ֆորմա Facebook-ում։ Ասում ես քեզ նակազատ պետք է անեմ։ Արա համի դու մենթ ես։ Թե գողական։ Հա։ Ուզում եմ հասկանամ, որ այդ պագոնը խփել եք վերներ հետ։ Պագոնը արդեն կա։ Աստղն էլ վրան խփած, ճպցրած, աստղը սերժանտի հետ, անուչա, ժապավենիկը դեղին, цвет детской неожиданности։ Այդրանից հետո ձեր գողական էթալը ո՞րն է։ Նակազատ եք անեմ։ Նակազալքը վրսլա։ Հա։ Դենիելն է ձեզ ասե որ կարակ այդ մել ճոռոմա բանված խոսակ Հայաստանի Հանրապետության հեպարտ քաղաքացու հետ Նիկոլի Ձևակերպման։ Գողականս ուզում խոսես այդ ֆորմետ հանի։ Ասա ես էլ մենտ չեմ, ես էլ պարեկ չեմ։ Ես քուչի տղա եմ։ Արի եթան գողականով խոսանք, ճիշտ ու սխալ անենք։ Չնայած մենտի բիվշին չի լնեմ։ Մենտ ես մենտ, որ ես որ։ Ու Դենիել Իոնիսյանն գացե Վրաստան ինչ-որ ընտրությունների արդյունքներին անայեմ, հեչ իրա տնգլին չի, չնայած ինքը տնգլ չունի, թելով տրուսիկ հատող Դենիելը ոնց կարա տնգլ ունենա, թե իրա պարեկները ինչ լպիրշությամբ է խոսում Հայաստանի քաղաքացիների հետ, հեչ տնգլին չի, Սասունը հելնեմ ասմա, մենք չենք կարա կրվենք Ադրբեջանի հետ, դե մի հատ մոր քֆուր կերք ուտես, հա Սասուն, դու կարաս մոր քֆուր ուտես, ասես ես ասենք խոսքի քո փայ դու ասես, ասա ես բոզի տղալ եմ, թե մենք կարողանանք կռվենք Ադրբեջանի դեմ։ Ես էլ դրանից մի ժամ հետո կամ կես ժամ հետո մտնեմ, ասես Facebook-յան եթեր, աչոտան որ դու բոզի տղա ես։ Կարաս քֆուր ուտես։ Չէ, չես ուտի։ Բախես դու հանրային կարծիք ձևավորում լինելով ինչ որ կոոպերատիվի նախագահ։ Դու չէիր ասում 18 թվին, ցիտում եմ քեզ։ 18 թվի հեղափոխությունը ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտը։ Այսինքն մի խումբ բոզի բալեք, ովքեր սրաներա դրան առաջ դագաղ էին դնում, հա? Ովքեր կամազով ձուն էին բերում, ովքեր դեմ խույ էին անում, իրանք ավելի կարևոր էին։ Քանց թե այն բոլոր հայ յան ազգանո գրող տղեկը, ովքեր իրանց ամենաթանկը նվիրեցին հայրենիքին։ Գնացին պարկան սառահողի տակ։ Էտա քո մտածելակերպը։ Դու չէիր ասում, ես չեմ ուզում դառնամ երկրապահի նախագահ։ Յան տվեք ինձնից, այն չի դարար բա։ Հա։ Խի դարար Սասուն։ Զաստավի, զենքը դրին գլխից զաստավի տարի։ Հա։ Չէ, դու ինքնական դարար։ Դուք ենքան անմեղսունակ եք, ձեր այդ կամանդով, ձեր համար Նիկոլն աստվածա, չէ, որովհետև իմ օբյեկտիվ կարծիքով չկա Նիկոլ, չկա ՔՊ, այդ ամեն ինչը Նիկոլի վրա է հիմնված, Նիկոլի մարզված սրիգա տեսակի վրա է հիմնված, չկա Նիկոլ, չկա ՔՊ, որովհետև ամեն մեկը հիմի քաշմա արդեն իրակում, զգում է, որ հեսա խեղտվելու են, երևի, Դուք ենքան անմեղսունակ եք, որ դուք 18 թվին, նույնիսկ հաշվի չառակ, Նիկոլ Փաշինյանի ոչ կենսաբանական հոր խոսքը, այսինքն Նիկոլը ձեր աստվածն, հա, Թաթան հորն ու մորներ մանգալի 18 թվին, Պետրուշկա մազերը կապած, մարդիկ երկեր էին գրում, հրագը դուխով երեքներ գրում, Սերժ էինք մերժում, Էինք, ատենց եմ ասում, ես ինչ չեմ առանձնացնում իմ ազգին, չնայած ես 18 թվին Հայաստանում չեմ ելել, ոչ մեկն էլ չեմ մերժել։ Բայց դուք ինքան անմեղսունակ եք, որ ձեր համար նայեք, տավտալոգիան նայեք, Նիկոլը ձեր աստվածն է, այն զոմբի ծոցերը ոնց են գրում։ Ջուջուլը տուտեմ, Նիկոլի ջուջուլը մի կտոր էլ պահեք մեզ, ընդ կոմենտ ավելանը։ Վարչապետի ջուջուլը ով չի կերել, նա չի հասկացել կյանքի քաղցությունը։ Մենք աղոթում ենք վարչապետի ծոցը քնելու համար։ Էսա հայ հասարակության մի հատվածը։
լավ հələ դրանք էջ։ Դրանք ջուջու լինի վրա տան ուտեն, նորմալ է։ Բայց այն Բոլեմյանի խելացի հատվածը Նիկոլը ձեր համար աստված էր, ճիշտ է։ Ավտոմատիկ գյուլի պես եկավ իշխանության։ Հիմի դարել ռագատկի քար։ Բուջուր այն շուշական ֆետների պես։ Դուք ձեր աստծո, Նիկոլը ձեր աստվածն էր այդ ֆորմատի մեջ։ Ձեր աստծո հոր խոսքն չի չընդունեցիք, երբ որ այդ մարդը հրապարակայնորեն ասեց մեր ազգի մեջ հայերենով, ռուսերենով կան ավելի շատ խելացի անձնավորություններ, հայեր։ Ճիշտ կլինի, որ մեր ազգը ավելի խելացի մարդու ընտրի վարչապետ, Սերժ Սարգսյանի փոխարեն։ Խիչը լսեցիք այդ մարդուն։ Քեշ փողներ հետևից խոսում։ Այն 211 միլիոն դոլարը Ադրբեջանից փոխանցված։ Հա։ Բայց եթե դուք կարում եք 2 կոպեկով ծախվեք։ Խոսքի օրինակ։ Ոնց որ այսօր եք ծախվում ու շարունակում եք ծախվել։ Նույն Քոչարյան Անդոնը, Բեղերով Գանդոնը, ով Վազգենի Դեմիրճյանի սպանությունից հետո արդեն ցուցակներ էր կազմում ինքը ինչ պաշտոն դի զբաղեցնի։ Այսօր կայնած Սասունի հետ ասում է ինքը վեհապարնա, ես սրբազանը։ Նույն Քոչարյան Անդոնը, որ երկաշարժից հետո Գյումրին էր թալանում։ Այսօր դարել են սաղ փրկիչ։ Ախպեր մի հատ թազա գիրք գրեք։ Գրեք, ասենք Նիկոլի կառավարման օրոք սրբադասման ցուցակ։ Ու ձեր անունները ասենց մեկտեղ եք, էլի։ Գոնե մեր եկող սերունդները, եթե իրանք ապրեն հայկական Հայաստանում։ Աստված մեզ բախտ ու հաջողություն տա։ Գոնե իմանան մեր 18 թվից մինչև 20 քանի թիվը այդ ժամանակահատվածում հայ ազգի փրկիչներն ով են ելել։ Ովքեր են գնացել կանգնե Արցախում եւ ասե Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հետո կայնի ասե Արցախը Ադրբեջանի մաս է։ Ես ձեր 18 թվին պետք է ասեի։ Ուզում եմ մեր սերունդները կարդան դա։ Հետո ովքեր են իրանցից ձևակերպամ ճանապարհ անցնելով սպարապետի հետ 18 թվին ասե այս հեղափոխությունը ավելի կարևոր է, քան մեր արցախյան հերոսամարտը։ Ովքեր են էլի։ Ովքեր են խոսում Եվրոպայի արժեքներից։ Սեփական մորը դատի տված Արման Բաբաջանյանը, հարազատ մորը դոմփել ցանկացող Դանիել Իոնիսյանը, Ալփի Դավոյանի հետ պուպուլ իգական արական, ընկերություն անող Անդրանիկ Քոչալյանը։ Ով է, այդ մարդկանց անունները պետք է մնա պատմության մեջ։ Պետք է մնա։ Որ մենք մեր սերունդը մենք միգուցե չտենանք։ Մեր հետագա սերունդը հասկանա, что такое плохо, а что такое хорошо։ Անցանք, Սասուն, դու այդքան չկաս, որ քո մասին շատ խոսամ։ Անես չի որ խոսալու համար լուչքս է թմա, չէ։ Արամ Զավենի Սարգսյան, հələ արի։ Նատպիս եմ կարդացել Facebook-ում, ասում է Թուրքիան մեզ կպաշտպանի։ Էս այն դեպքն է, որ չգիտես ինչ ասես։ Թուրքիան մեզ ումից պիտի պաշտպանի, Արամ Զավենի Սարգսյան։ Հա՞։ Թուրքը մեզ ումից պետք է պաշտպանի։ Նույն թուրքը, որ 15 թվին հայակոտոր է։ Նույն թուրքը, որ 20 թվին մեր տղեկին վառում էր բայրակտարներով։ Արա լավ ձեր բոզի տղա տեսակը, բոլ չի փաթեք հանրության մեջ ինչ-որ կարծիք ձևավորելով հանրության վզին։ Խապտվել ես այ գանդոն դու։ Արա գնա գժանոց, գնա բուժվի, հոգեմետ դեղեր խմի։ Նիկոլը կունենա ավելցուկ, նրան արդեն ֆուրով են դեղ բերեմ։ Քո աղբոր մահանալու օրը Արամ Զավենի Սարգսյան քեզ եմ դիմում։ Սպարապետի, Կարեն Դեմիրճյանի մահանալու օրը Արմենն էլ վարդ կտար զանգելու։ Քո պաշտելի Նիկոլ Փաշինյանը հեծանի վակշում։ Հետո Հայաստանի Հանրապետության թիվ 1 ցախավել Վահագն Խաչատուրյանի հետ։
տաքսի կանչող, տաքսու դիսպեչեր, մեկ էլ քաղաքացու վրա թքող վիբրատոր զակած տվող ալենիտ հետ մա ծաղիկներ ա խոնարհան, արա դե հասկացանք էլի այ ախպեր, դու դրա մասին չես ուզում խոսաս, արամ, հեծանիվն ավելի կարևոր է, քան ծաղիկ դնելը, քո պաշտելի Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով ասեց մարտի 1-ն եմ բացահայտելու հոկտեմբերի 27-ն էլ։ Քո հոկտեմբերի 27-ի պատվիրատուն ով Արամ Զավենի Սարգսյան։ Կասես մի հատ։ Հե՞։ Բացահայտեց Փաշինյանը։ Բախի չէ։ Բա որ չի բացահայտե քո Փաշինյանը։ Ինչ բարոյական իրավունքով է գնում ծաղիկ խոնարհում։ Երկիրը Թուրքին հանձնողը ոնց է գնում ծաղիկ խոնարհում երկիրը Թուրքից ազատագրողի հուշարձանի մոտ, ոնց է հուշարձանի դիմաց։ Այդ ամենամեծ աբսուրդը։ Որը դուք ոչ թե չեք հասկանում, դուք լավ էլ հասկանում եք։ Տեղատեղին դուք լրիվ էլ հասկանում եք։ Լրիվ։ Պրոստը դուք արդեն ասած են սամատյոկի պես ընկել եք այդ դերի մեջ ու ասում եք ախպեր, մեկա ձեն հանող չկա։ Ժողովուրդը մի 3 անգամ ցասում ունեցավ, որ պատրաստել իր ճանապարհին վառել բոլորին։ Վառեր, դոմփեր, ծսցներ, ինչ ասես աներ։ Այդ ցասումը մարեց։ Համի մի հատ էլ ցասում կլինի, դա մի հատ էլ դա։ Տուդա-սուդա դիվիժնի կլինի, էլի ժողովուրդը կթքի ամեն ինչ իրեք այդ տներով։ Այդ է ձեր տակտիկան։ Սցենարիստը չի փոխվել։ Համի աշխարհ ասպարեզը եկե մի հատ կլասիկ ժանրի գործիչ Էդմոն Մարուքյան։ Ախր որ ասեմ դու միամիտ ես Մարուքյան, կասեմ չանդամ արա, դե միամիտը փստացրեց էլի։ Փստացրեց։ Բայց դու պալիտ ես անը որ սցենարիստը նույնն է մնացել։ Նույն սցենարիստն է։ Գոնե դու խոսալուց մի խոսա թալան հետ բերելուց։ Դու ես թալան հետ բերողը։ Հա? Լևոնի աշակերտ, դու ես թալան հետ բերողը։ Ախր ձեր նմանների մոտ գիտեք որ հոգեբանությունն է աշխատում։ Եվ որ ասма մեկը մեկին ասում արա դու գյոթ ես, ասում լավ ոչինչ կլորնամ կանցնի։ Այդ է ձեր հոգեբանությունը։ Ոնց կլորնամ կանցնի։ Կոնկրետ ես չեմ մոռացել։ Երբ որ թուրքի կոշիկ լիզողն ասում էր կարող ենք հենց այսօր կանգնեցնել պատերազմը, կոնկրետ դու Մարուքյան հետ մոտ։ Ասում էր այդպիսի բան չանեք պարոն վարչապետ։ Հրաման տվեք առաջ գնանք։ Դու էիր առաջնագծում։ Թե 18 տարեկան երեխեքը։ Հա? Ավտոմատով բայրակթարի դեմ։ Քո ականջներն ու գլուխը չէին կտրում, չէ՞։ Քեզ չէին, չէ՞ Մարուքյան հետ մոտ փաթաթեմ երագույնով գնդակը հարում։ Դու չես ուզում բացես ամենամեծ խաղաքարտը, Էդմոն Մարուքյան։ Տեսեք, ես երբեք ցինիկություն չեմ արել։ Կարող է սխալ մտքեր եմ արտահայտել, ես իմ ընկերների հետ եմ արդեն խոսում։ Կարող է սխալ բաներ եմ ասել, կարող է շատ տեղեր սխալ քֆուր եմ արել։ Չափից շատ։ Կարող է շատ տեղեր սխալ վերլուծություն եմ արել, չնայած ես ինձ երբեք չեմ ասել ես վերլուծաբան եմ։ Ես պրոստը խոսում եմ մեր ազգի հետ։ Չունենալով ոչ մի քաղաքական նպատակ, մտնելու քաղաքականություն։ Ես այդ գլխից ասել եմ։ Ու ի զարմանաս ինձ, ես իմ հատ դրական տեղաշարժը, որ ես հավաստիացնում եմ իմ ընկերներին, կա այդ դրական տեղաշարժը։ Նամանավանդ, երբ որ ես իմ YouTube-յան էջում կոմենտներն եմ կարդում դե հերթով, որ դաբրոտ ամեթա թե չէ։ Նիկոլի ջատագովներից շատերը այսօր սկսել են արդեն հասկանալ Նիկոլի Բոզի տղա տեսակը։ Էդի փաստա, որ ասում են բոլորիդ։ Սկսել են հասկանալ։ Բայց Մարուքյան Էդմոնը խոսելով, տես ասենք, ինչ եմ ասում, ես ցինիկ չեմ։ Ես երևի մի քանի անգամ, եթե ոչ մի 10 անգամ խոսացել եմ մանդատ դնելու մասին։
Խոսացել եմ։ Կոպիտ եմ խոսացել, ոչ կոպիտ եմ խոսացել, առանց քֆուր եմ խոսացել կամ քֆուրով եմ խոսացել։ Էական չի, ես խոսացել եմ դրա մասին։ Հիմնավորելով նրանով, որ դուք ընդ գտնվելով եղանակ չեք ստեղծում, բացարձակ։ Դուք ուղղակի լեգիտիմացնում եք Նիկոլի իշխանությունը, քանի որ իշխանությունը չի կարող կազմված լինի միայն իշխանական թևից, պիտի լինի ընդդիմություն։ Հիմի Էդմոնն հելելա, Էդին նախապես ասեմ, որ ես էլ եմ դրա մասին խոսացել։ Ու գերակտիվ առոգանությամբ խոսում է Սերգ Սարգսյան դուրս ալի քաղաքականությունից, Ռոբերտ Քոչարյան դուրս ալի քաղաքականությունից։ Հալավ դուրս եկան։ Դրանով ի՞նչ է փոխվում Էդմոն։ Ես էլ եմ համամիտքով, լավ, դուրս եկան։ Համ Քոչարյանը դուրս եկավ, Ռոբերտը, համ Սերժ Սարգսյան դուրս եկան քաղաքականությունից։ Դրանով փողոց դուրս եկող զանգված ավելանալու է։ Չէ։ Դու ավելի ճիշտ կլինի գիտես, քո տեխնոլոգիան, որ դու մտածում ես յանի թաքուն ես պահամ, չես ուզում խաղաքարտերը բացես։ Դու խոսած քո այն նպատակի մասին, ինչի հիմա դու սկսել ես խոսալ այդ մարդկանց Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին հեռացնելու իշխանությունից կամ մանդատներից։ Դրա մասին խոսա։ Ու բացատրի ժողովրդին, թե ինչի է Նիկոլը ամեն հարցազրույցի ժամանակ խոսում լեգիտիմությունից։ Ինչ է խոսում այդ մարդը, այդ աղբեն ինչ է խոսում լեգիտիմությունից։ Հա? Մի քանի անգամ ասել եմ, մտել կրկնեմ։ Ցանկացած քաղաքականության մեջ ցանկացած քայլ անելու դեպքում պետք է այդ այդ երկրի լիդերը ունենա հիմնավորում։ Էլի բերեմ մեկ այլ օրինակ, հեսա կասեն, էլ ինձ YouTube-ում գրեն ռասիստերու ռասիկոց, չէ։ Երբ որ Ռուսաստանը Ղրիմը վերցրեց, հիմնավորեց նրանով, որ ընդ անցկացվել է ռեֆերենդում եւ այդ տարածքի ապրող բնակչության 70-80 քանի տոկոսը քվեարկել է կողմ, որ այդ հատվածը միանա Ռուսաստանին, վերադառնա Ռուսաստանին։ Էդի խոսքի օրինակի մարեմ ասամ։ Ուզում եմ ասեմ, կարար այդքան բանը չանել։ Տվյալ երկրի նախագահան, որտեղ ինքը ատոմային գերտերություն է, բայց արել է, որտեղ քաղաքականությունը դա նույն ճիշտ ու սխալի բազարն է։ Հիմի բացատրեմ Էդմոն դու ինչ խաղ ես խաղում։ Նայա։ Դուք խոսում եք խաղաղությունից, Ցախավել Վահագը ստորագրել է սահմանազատման գործընթաց, որը պիտի սկսի, բարով վաղուց է սկսել։ Վաղուց սկսել է։ Տիրանցն ու ոսկեպարը ձեզ պարզ օրինակ։ Մի րոպե սիգարետ վառա։ Բայց եւ ադրբեջանական կողմը եւ բոլոր կողմերը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտեն ու հասկանում են, որ իրանց ընդունած որևիցե մի որոշում չի ունենալու լեգիտիմություն։ Բացատրեմ ինչի համար։ Կամ ինքը պետքա դնի քվեարկության ինչ որ մի հարց, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանների կամ սահմանադրության փոփոխման, կամ պիտի ինքը կազմակերպի նոր ընտրություններ, Նիկոլը պիտի հրաժարական տա կազմակերպի նոր ընտրություններ, չէ՞։ Եթե ինքը վերընտրվեց, այս ամեն ինչից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, նշանակում է Նիկոլի դրանից ստորած ցանկացած քայլ լեգիտիմ է։ Եթե ինքը դրանից ընդունի սահմանազատում, որ էսի պետք է թե Ադրբեջանին, էսի Թուրքիային, էսի Վրացուն, էսի Ռուսին։ Դրանից հետո իր գնալուց հետո իշխանությունից հայ ազգը վազմուշացալնի բողոքի։ Ադրբեջանն ու Թուրքիան կասեն լսեք, դուք ընտրել եք լեգիտիմ ղեկավար, այդ լեգիտիմ ղեկավարն էլ արել է իր քայլերը։ Դուք եք լեգիտիմություն տվել Նիկոլին։ Բայց դե կա մի հատ մեծ բայց։ Նիկոլը հստակ հասկանում է ու գիտի, որ այս տեմպերով ինքը չի վերընտրվելու, եթե ինքը ցրի խորհրդանա ու հրաժարական տա։ Այսինքն ինչքան ես գիտեմ, ես իրավաբան չեմ, ոչ էլ սահմանա գրագետ եմ տոլին դե օրենսդիր այդ իշխանությունից եմ հասկանա։ Նոր ընտրությունները ոնց պիտի
սկսվի, ընդհանրապես գործընթացը ոնց է։ Փաշինյանը ներկայացնում է հրաժարական, չէ՞։ Այո, հրաժարական է տալի, որպես տարբերակ։ Երկու նիստի ընթացքում, եթե խորհրդարանական ուժերը չեն ներկայացնում, չեն ընտրում վարչապետ կամ չեն ներկայացնում իրանց թեկնածուին, հետևաբար ազգային ժողովը ցրվում է։ Ճիշտ է, այտենց չի օրենսդրությունը, այտենց է իմ մնալով։ Հետո երկիրը գնում է նոր պարլամենտական ընտրությունների։ Հիմա նայեք, դիցուկ, եթե Նիկոլը վստահ լինի, որ պարլամենտական ընդդիմության թևերից մեկը չի առաջադրի թեկնածու, այս ամենահետաքրքիր պահը էսի է, ինքը հենց վաղը հրաժարական կտա, նոր ընտրության կետա։ Բայց ինքը վստահ չի, որ իր հրաժարականից հետո պարլամենտական ընդդիմություն կոչված ուժերից մեկը չի առաջադրի թեկնածու։ Դրա մասին Էդմոնը չի խոսում դրա մասին։ Ու հանկարծ կարող է պահի ազդեցության տակ, հենց նույն ՔՊ-ի թևից, մի հատ ստվար հատված, ով հասկանում է ինչ քաքի մեջ է, ձայն տա ընդդիմության ներկայացուցիչ։ Էդմոնը դրա մասին չի խոսում։ Դրա համար վիզ դրած ասում է, «Էդա թո դուրս գան»։ Էդա խամ Քոչարյան թո դուրս գա, համ Սերժ Սարգսյան։ Ես էլ եմ ասում, թո դուրս գան։ Որ այս քաքից մենք դուրս գանք։ Հետո ի՞նչն է փոխվելու։ Էդ է հարցը։ Այսինքն երկակի խաղ խաղալով Էդմոն, եւ որ ձևես բռնե, որ յանի Քոչարյանն ու Սերժն են մեղավոր, որ սենց։ Չէ, դու խորքային մի հատ ասա, ինչի հիմար ես դու եկի ասպարես։ Որպես կլասիկ քաղաքական գործիչ։ Ինչի հիմար են քեզ ուղղություն տվե։ Ձերը դիրիժորնով է, դու զիս լավ գիտես ով է։ Ամենահետաքրքիրն է, որ ինչքան էլ մենք խոսանք, կամ այդ հասարակ ճշմարտություն, հասարակ, որը հասկանում են իմ ընկերներից շատերը, մարդկանցից շատերը։ Սրան, այս փաշողլուն, հաջողվել է հասնել այն առօրյա մտքին, որ Սերժն ու Քոչարյանը ամենաքխն են, հա ես էլ եմ ասում, քխ են, լավ, սենց թողնի։ Ու այդ մարդկանց ինադու Նիկոլը շանս ունի վերընտրվելու։ Այդ առումով կա ճշմարտության նոտա, որտեվ մեր ազգի չէ, Ժողժանի այս մտածելակերպի մեջ դա նստած է։ Մարդիկ արագ ձկան հիշողությամբ մոռանում են, թե ինչ արե Նիկոլը։ Ինչ արե ու ինչ անում։ Մոռանում են։ Այսինքն մեր ազգի մեջ դաժե մոռանալու խնդիր չկա։ Պարզ փաստացի ոսկեպարն ու Կիրանցը ձեզ օրինակ։ Բերը Թուրքին 100 մետր էյան կանեցրելա, նույն ոսկեպարցին Կիրանցին ասում է, ես ինձ ապահով եմ զգամ։ Դաժե ստե մոռանալու խնդիր չկա։ Ստե սթափ մտածելու խնդիր կա։ Մենակ ու վերջի հարցը երևի։ Նիկոլին մինչև այսօր պաշտպանող բոլոր մարդկանց, դրանք կլինեն ֆեյք կամ իսկական օգտատեր։ Դուք որ այցելում եք Եռաբլուր, դուք այցելած կաք вообще Եռաբլուր, հա։ Օրինակ ես չեմ խափի, ասեմ ես այցելել եմ, ու ես վստահել չեմ, որ կարամ մտնեմ Եռաբլուր, այդքան նկարի նայեմ։ Որ հաշվենք այցելեք ու նայում եք հազարավոր տղեկի նկարներին ու այդ ծածանվող եռագույն դրոշների ձայնն եք լսում։ Այդքանից հետո ինչ գործոն է ձեր մեջ աշխատում, որ ասում եք Նիկոլ անմեղ է։ Ձեր մի մասի մեջ կա այդ գործոնը, որ Նիկոլը դավաճան չի, նախկինեն ընթալան է, նախկինեն Արցախը հանձն է։ Այդ հանձնողները հիմի դադված են։ Չէ։ Ուրեմն ինքն է հանձն է, ոչ թե նախկինները։ Դա հասարակ տրամաբանություն է։ Ու եթե դուք այդքան դրոշակի ու այդքան երեխու նկարի նայելով, կարում եք մինչև այսօր ծափ տակ ու գովերքեք մեկին, ով իր
հենց իր քաղաքական հոգևոր հոր գնահատմամբ ազգագործան պատուհաս մականունն է կրեմ։ Իմ կարծիքով ինչ լինի ձեր հետ տեղին առնելու։ Ձեր, ոչ թե մեր երկրի։ Ուր ձեր նման կիսագրակի հետ ինք իրա լավն ու վատը չտարբերող ժնգռ հատվածի ճակերտներով շնորհիվ վաղը հայ զինվորը, հայ կամավորը, հայ երկրապահը, նամուսով մնացած երկրապահը էլի կանգնելու է փաստի առաջ։ Գնալու է ճակատ կռվելու Թուրքի դեմ։ Խոսքի օրինակ, տարբերակ որպես Ադրբեջանի կամ Թուրքիայի հարձակման դեպքում։ Իսկ թիկունքից իրան զենք չեն մատակարարելու։ Այդ վաղ էլ եք ասելու նախկինն են մեղավոր։ Նրանց հետարքիր է այդ ձեր դեբիլացված դեգրադացման աստիճանը։ Այդ է ձեր այդ դեբիլին, որ այդքան ասեին, բացադրեին, մի հատ ցանկացած դեբիլանոցից, գժանոցից վերցնես, այս ամեն ինչը sense փաստերով մատուցես, ասես նայ, այս քայլերից հետո հələ մարդ կա, որ այս սրան պաշտպանում է։ Դեբիլը երևի կրկնակի խփնվեր։ Բայց դուք չեք կարող։ Տրամաբանեք հասարակ տրամաբանության շրջանակներում։ Դուք չեք հասկանում, այդ մենք Եվրոպա գնա, որ մեկի դա զաստավի տարը Եվրոպան ասելա չգաս իմ դուղը։ Հե՞։ Հարց, հասարակ հարց։ Որ մեկի դեմնա Եվրոպան արգել դրե ասեմ մի արի, իմ երգիր։ Ու չեք մոր, նա դել հասարակ բան էլի, հենա Վրաստանում ընտրություն էլա, չգիտեմ, ընդ լեգիտիմությունը կճանաչեն, այդ ընտրությունների չեն ճանաչի։ Փաստացի Վրաստանի ժողովուրդը մի հատ sense խոռոփարեց ու թքեց ու ընտրեց դեպի Ռուսաստան ճանապարհը։ Հաջորդ ընտրությունը եղավ, ասենք, Հայաստանում։ Ինչ որ մի ընտրություն։ Հենա 60,000 ստորագրություն են հավքել։ Եվրոպա գնացողները։ Յան ազգանունը կրող։ Գնացիք Եվրոպա։ Ռուսին հայտարարեցիք ձեզ թշնամի։ Հայաստանը ունի ցամաքային կապ արտաքին աշխարհի հետ։ Մի հատ Իրանով է, մի հատ Վրաստանով։ Իրանն ու Ռուսաստանը դաշնակից են, դաշնակից են։ Վրաստանը գնաց դեպի Ռուսաստան, գնաց։ Իր ուղղվածությունը ուղղեց դեպի Ռուսաստան։ Եթե հենց նույն ձեր ասած Ռուսաստանի Դաշնության հրամանով վրացական սահմանը փակվեց։ Եվրոպա ձգտող հայ գյուղացիներ, ջան։ Խեմ ասեմ ջան, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, որ խապտվում եք սրա նրա սիրուն խոսալուն, որ խապտվում եք սրա նրա խոստումներին։ Սրանց ղեկավարություններ, չէ ասեմ, Արցախը չլինի մենք հարուստ կաբրենք, ձերից որ մեկն է հարուստ, հիմի հարստացել եք։ Չէ, բաս սրանց մի խեք հավատա, որ մենք գետում ենք Եվրոպա ու մենք պետք է թագավորների պես ապրենք, ապրելու եք, վստահ եք։ Ասենք Ռուսաստանը մի թեթև զանգով ասում է այդ Վրաստանի ճամփեն փագի։ Նույնը զանգում ասում է Իրանին։ Ուր ես տանելու քո պամիդորը, վարունգը, դեղցը, ծիրանը, որտե ես արտահանելու, որ ծախես։ Որ քո բանկի վարկը տաս, քո երեխու ուսման փողը տաս։ Այդքանը գոնե մտածել եք։ Չէ։ Եթե մտածել եք ու վստահ եք, որ այն բաժակ նայողների պես որ չեն ուզում բաժակ նայեն, շատ շուտ եմ էդ ես տեսեմ երկու անգամ։ Նայում էին բաժակին կոֆեի խմելուց հետո, շուտ տալուց հետո ասում էին ամեն ինչ լավ է, տար լավ է։ Հմից է նա։ Հմեն լավ կեղի։ Կացեք ընկեք էտա սարուձոր, դարակ գաղթական։ Ես զարմանում եմ, էլի, ասենք ես Եվրոպայում էլի ծանոթ ընկերներ ունեմ, ծանոթ մարդիկ ունեմ, մեկ-մեկ զանգում եմ, հարցնում եմ, խոսում եմ, կարող ամիսը մեկ, տարին մեկ, կես տարին մեկ, ախպեր ասում եմ, ինչ է լավ, դոկումենտներիդ հարցը է լավ։ Միակ բանը, որ իրանք ասում են բոլորը մի մտքի վրա, որ մի միտք են արտահայտում, ասում են, մինչև դոկումենտները չստանանք,
դժվար է աշխատելը, իրավունք չունենք աշխատելու, կբեռնեն դեպորտ կանեն, բայց այդ հակուն աշխատում ենք, փող ենք աշխատա։ Կամ որպես ինչ, հա լավ, գնեմ ենք Եվրոպա։ Ինչի եվրոպացիք, այդ հասարակ հարց բոլոր հայերին։ Եվրոպացիք, ասենք, նույն անգլիացիները, ֆրանսիացիները, իսպանացիները, չգիտեմ ես իմ ով, իրանք ազգ են, մենք ազգ չենք։ Դա էլ հարցի բարոյական կողմը։ Ինչ ունի, ինչ եվրոպական արժեք գոյություն ունի, որը, ասենք խոսքի օրինակ, մեր հայ ազգը չի հասկանում այդ արժեքը։ Քիչ թե շատ, մի քիչ կասկածել եմ ասում, բարոյական չափանիշներ հենց մնացել է Հայաստանում։ Եվրոպայում կա այդ բարոյական չափանիշները։ Թե բացակայում։ Եթե բացակայում է, բարոյական չափանիշների սակավություն կա։ Հարց. մենք ենք Եվրոպային պետք, թե Եվրոպան մեզ։ Մենք ասելով ի նկատի ունեմ շատ սակավաթիվ տոկոսայնություն ունեցող մտածելակերպի մարդկանց։ Իսկ մեր իրականության մեջ գերիշխում է ստամոքսի կռիվը։ Դա փաստ է։ Ուզենք դա չուզենք։ Դա արձանագրված փաստ է։ Պամիդորով ձվածեղի տոն, գինու փառատոն, հեծանիվի օր։ Այ հենց այդ ամենամեծ աբսուրդը, որը ես չեմ կարող ուղղակի հասկանալ։ Դա համար էլ երևի իմաստ չկա ոչ ոք խոսալու։ Ոչ թե իմաստ չկա, այլ պետք է ամեն մեկը ինքը իր մեջ հասկանա, ինքը ուր է գնում, ինչի մարա գնում, որպես ինչ է գնում, այդ գնալու դեպքում ինքը ինչ վնաս կկրի, ինչ օգուտ կստանա։ Գոնե այդ տարբերակով հաշվեն մարդիկ իրենց լավն ու վատը, չէ։ Ինքնամոռաց աչքերները կապած գնում են դեպի ձորի պռնկին, որոնցից էլ գցվեն գետը։ Որոշողը դուք եք, հələ որ այսքանը։